անապատի ավազից մինչև այսօրվա լույսը, հայի հարության ու անպարտելի կամքի մասին։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Մեր պատմությունը մեզ սովորեցրել է, որ նույնիսկ ամենաամայի անապատում հայը գտել է ուժ ներելու և հարությանը հավատալու։ Այսօր մենք պարտավոր ենք լինել այդ հույսի կրողը մեր հայրենիքի համար։ Շնորհավորում եմ բոլորիս Քրիստոսի հրաշափառ հարության տոնի առթիվ։ Այս լուսավոր օրը, երբ տոնում ենք կյանքի ու հույսի հաղթանակը, ուզում եմ ներողություն խնդրել իմ բոլոր թերացումների ու սխալների համար։ Եկեք ներենք միմյանց, որպեսզի սիրով ու միասնությամբ կերտենք մեր հզոր ու ուժեղ Հայաստանը։ Նայենք մեր հայկական նոր դարաշրջանին, ամբողջական ու միացյալ հայերով։ Հայոց պատմության մեջ կան բազում դրվագներ Սուրբ Զատկի, հույսի և վերածննդի մասին։ Հիշենք մի դրվագ։ 1916 թվականն էր։ Մեծ Եղեռնից մազապուրծ եղած գաղթականների առաջին զատիկն էր։ Դերձորի անապատներում տեղահանված ու սովահար հայերը, որոնք կորցրել էին ամեն ինչ, տուն, ընտանիք, հայրենիք, պատրաստվում էին տոնին։ Նրանք չունեին ոչ ներկված ձու, ոչ տոնական սեղան, ոչ էլ եկեղեցի։ Պատմիչները հիշատակում են, որ հայ մայրերը, որոնք կորցրել էին իրենց զավակներին, անապատի տակ, ավազի վրա մատներով խաչեր էին գծում և իրար ասում. «Քրիստոս հարյավի մեռելոց»։ Դա պարզապես կրոնական միտ չէր, ինչ-որ խոսքեր չէին։ Դա նրանց հավատն էր, որ եթե Քրիստոսը հարություն առավ, ուրեմն հայ ազգն էլ հարություն կառնի իր մոխիրներից։ Այդ մարդիկ, լինելով ծայրահեղ ծանր վիճակում, ներում էին ճակատագրին, ներում էին աշխարհին, չէին չարանում, այլ միայն աղոթում էին, որ իրենցից հետո եկող սերունդները տեսնեն ազատ ու ուժեղ Հայաստան։ Նրանց ներողությունը ուղղված էր Աստծուն և միմյանց, գուցե ինչ-որ մեկին չփրկելու կամ չօգնելու համար։ Բայց նրանց հայացքը միշտ ուղղված էր դեպի ապագան։ Այսօր այդ ապագան մենք ենք։ Մենք այն սերունդն ենք, որի համար նրանք աղոթում էին անապատի ավազների վրա։ Ուստի այսօր մենք իրավունք չունենք հուսահատվելու։ Մեր պարտքն է, ներելով միմյանց ու թիկունքի տալով, տեր կանգնել մեր պետությանը, մեր հողին ու մեր արժեքներին։ Թող Սուրբ Զատկի խորհուրդը մեզ ուժ տա վերականգնելու մեր հոգևոր և ֆիզիկական տունը։ Ինչպես պատգամել է մեծն Եղիշե Չարենցը, ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է։ Թող այս Զատկի ավետիսը դառնա այդ ուժի վերածնունդը մեր սրտերում և մեր երկրում։ Հանուն մեր հզոր ու ուժեղ Հայաստանի, մենք միացյալ հայերով շարժվենք դեպի հայկական նոր դարաշրջան։ Քրիստոս հարյավի մեռելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Շնորհակալություն, ամենայն բարիք։